Թրիփի իրագործման աշխատանքների մեկնարկ Զվարթնոց օդանավակայանի երկրորդ տերմինալի 4 թունելների կառուցում ու վերակառուցում, Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատում, 10 ջրամբարների կառուցման մեկնարկ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրի վերջին հատվածն է կետ առ կետ ներկայացնում։ Առաջին խոստումը համախառն ներքին արդյունքի տարեկան միջինում առնվազն 6% աճի ապահովումն է։ Վարչապետը հիշեցնում է 2021-26 թվականների ծրագրում 7% տնտեսական աճ էին խոստացել, որը ավելի քան ապահովվել է։ Ընդ որում, այստեղ մի նրբություն կա, աճի կառուցվածքը ճիշտ ըմբռնելու համար կարևոր է արձանագրել հետևյալը։ Ենթադրենք մենք 0-ից աճում ենք 7%, եկանք աճեցինք 7%, հաջորդ տարի այդ 7%-ի հաշվարկը արդեն տեղի է ունենում 7%-ից։ Քաղաքացիական պայմանագրի մյուս առաջնահերթություններից է լինելու տարեկան առնվազն 25,000 նոր աշխատատեղերի ստեղծումն ու աղքատության կրճատումը 5%-ային կետով։ Այդ աշխատատեղերը նոր արտադրամասեր են, այդ աշխատատեղերը գործարաններ են, այդ աշխատատեղերը շինհրապարակներ են, այդ աշխատատեղերը ինտենսիվ այգիներ են, այդ աշխատատեղերը տեխնոլոգիական ընկերություններ են։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ամբողջ բնակչության ընդգրկումը մինչև 2028 թվականը ևս առաջնահերթություն է։ Կենսաթոշակն ինդեքսավորվելու է այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Հիմա արդեն միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, ինչը պատմական նորություն եւ պատմական փոփոխություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում, ընդգծեց Փաշինյանը։ Վերջին օրերին շատ բուռն քննարկումների տեղիք է տալիս իմ այն արտահայտությունը, թե ավելացված թոշակով, այն որ ապրիլի 1-ից ավելացրել ենք, մեր թոշակառուները կարող են լառնակա, օրինակ տոմս գնել ինքնաթիռի, որովհետև տոմսերի արժեքները տատանվում են 2 եվրո, 5 եվրո, 10, 15 եվրո եւ այլն, եւ դա բուռն քննարկումների տեղիք է տվել, թե ինչքանով է նման արտահայտություն անելը կոռեկտ, ես հիմա ասեմ ինչու է կոռեկտ։ Վերջին շրջանում, երբ որ մենք մարզերով այցելություններ ենք անում, բազմաթիվ թոշակառուներ մեզ ասում են հետևյալը, որ մենք նախկինում 30,000, 40,000 դրամ ծախսում էինք առողջության ապահովագրության վրա, դեղերի վրա, իսկ այժմ առողջության ապահովագրության առկայության պայմաններում այդ գումարները մնում են մեր գրպանում։ Հիմա ես ուզում եմ ասել հետևյալը, որ այո, այսօր հնարավոր մենք ապրիլի 1-ից 10,000 դրամով ավելացել է կենսաթոշակը, նաև ետվճարի հնարավորություն կա, երբեմն 5,000, երբեմն 7,000, երբեմն 10,000, այսինքն 20,000 դրամով ակնհայտորեն կարելի է ձեռք բերել 3, 5, 10 եվրոյանոց տոմս։ 9-րդ կետը Թրիփի մասին է, նախատեսվում է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության ներդրումային նախագծի իրագործման աշխատանքների մեկնարկ, առնվազն երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում։ Մենք 2026 թվականին արդեն համոզված եմ գետնի վրա կսկսենք աշխատանքները եւ իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը եւ միջայլոց սա էլ այս նախագիծն էլ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու եւ ես հույս ունեմ, որ մենք կապահովենք աշխատատեղերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջոցով եւ ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել։ Գյումրի-Թուրքիայի սահման եւ Երասխ Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցում։ Այս կետն ըստ վարչապետի շատ արագ կիրականացվի 1-1.5 տարում։ Սյունիք օդանավակայանը կվերակազմավորվի որպես միջազգային օդանավակայան։ Զվարթնոցի երկրորդ տերմինալն էլ կկառուցվի մինչև 2033 թվականը։ Զվարթնոց օդանավակայանի երկրորդ տերմինալի կառուցումը էլ հնարավոր չի լինի հետաձգել, որովհետև ըստ էության մեր օդանավակայանում համարյա թե այնպիսի խցանումներ են, ինչպես Երևան քաղաքում պիկ ժամերին եւ մեր օդանավակայանը հազիվ է, շատ լարվածությամբ է կարողանում ուղևորահոսքերը ապահովել։ Մեղրիի եւ Բագրատաշենի անցման կետերի արդիականացումը, Քաջարանի, Դիլիջանի, Բարգուշատի թունելների կառուցումն ու Պուշկինի թունելի վերակառուցումը 2033 թվականին ավարտելու նպատակադրումով եւս քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում են։ 2500 կիլոմետր ավտոճանապարհ կկառուցվի, կվերակառուցվի ու կհիմնանորոգվի։ Այս համատեքստում մենք նաեւ ամեն տարի
որոշակի աշխատանքներ կիրականացնենք նաև մայրաքաղաքում։ Ես հիմա չեմ կարող ասել ինձ ծավալով, մենք քաղաքապետարանի հետ կպայմանավորվենք, որպեսզի իրենք էլ իր համայնքային բյուջեից որոշակի գումար իրենք դնեն, մենք էլ պետական բյուջեի ճանապարհների համար նախատեսված գումարներից որոշակի ամեն տարի կդնենք, որպեսզի նաև Երևանի ճանապարհների խնդիրը ֆունդամենտալ ձևով լուծենք։ Հայկական ծագման արտադրանքի արտահանման կրկնապատկում մինչև 8.9 միլիարդ ԱՄՆ դոլար, առնվազն 10 միջազգայինորեն հավատարմագրված որակի ստուգման լաբորատորիաների հիմնում։ Սրանք ծրագրի հաջորդ կետերն են։ Մենք պետք է այդ ստուգումները իրականացնենք Հայաստանի Հանրապետությունում եւ մեր տարածքից բաց թողենք այն ապրանքները, որոնք համապատասխանում են չափանիշներին եւ որի որակի վերաբերյալ մենք նույնպես կարող ենք պատասխանատվություն ստանձնել եւ իհարկե էականորեն ավելի ամուր պաշտպանել մեր արտադրողների շահերը։ Հաջորդ թիվ կարևոր է համարվում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը եւ դրա հիման վրա սահմանների հատման տեխնոլոգիական ժամանակակից լուծումների ներդրումը։ Այստեղ վարչապետը հավելում է առաջիկա օրերին կներկայացնել նոր կենսաչափական անձնագրերի մասին տեղեկատվություն։ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատումը եւս ծրագրի առանցքային կետերից է։ Կենսաչափական անձնագիրը վերցնում եք, այստեղ առանց կոնտակտի եք անցնում եւ առանց վիզայի, երբ ուզում եք եւ մեր սիրելի թոշակառուները, երբ ուզում են 2 եւ 10 եվրոյանոց տոմսերը գնում են եւ առանց խոչընդոտի մեկնում են Եվրոպական միություն։ Նախընտրական ծրագրի մի շարք կետեր միտված են գյուղատնտեսության զարգացմանը։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքի ավելացում 40%-ով, տարեկան առնվազն 1500 հեկտար ինտենսիվ այգիների հիմնում, 150 հեկտար արդիական ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների ստեղծում, 8000 հեկտար հողատարածքներում ջրախնայող տեխնոլոգիաների ներդրում, տավարի մսի եւ կաթի ինքնաբավության բարձրացում, 50 խելացի անասնաշենքերի կառուցում, 25 սառնարանային տնտեսության ստեղծում կամ հզորացում։ Ջրային խնդիրները լուծելը ըստ վարչապետի 5 առաջնահերթություններից է լինելու, 350 կիլոմետր ջրանցքներ եւ խողովակաշարեր են կառուցվելու եւ վերակառուցվելու, ապահովվելու է ոռոգում 10000 հեկտար նոր հողերի համար եւ 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում։ 10 ջրամբարների կառուցումը պարտավորվում են ավարտել 2033-ին։ Մենք արդեն մի քանի փոքր ջրամբարների նախագծումը ավարտել ենք, մասնավորապես Ելփինի, Աստղաձորի եւ եւս 2 ջրամբարի նախագծումը ավարտել ենք եւ առաջիկա շրջանում կսկսենք շինարարությունը։ Մենք ի վերջո ավարտեցինք Վեդի ջրամբարի կառուցումը եւ հիմա Վեդի ջրամբարը ջրալցման process-ի մեջ է։ Ծրագրի հաջորդ կետը վերաբերում է առողջապահության ոլորտին։ Այս փուլում 50 առողջապահական հաստատությունների կառուցում, վերակառուցումը, հիմնանորոգումը կավարտենք եւ նաեւ կսկսենք նոր 59, այստեղ հիմնական հատվածով խոսք է գնում ամբուլատորիաների մասին նաեւ, բազմաթիվ գյուղերում մեր սիրելի հայրենակիցները բարձրացնում են ամբուլատոր հասանելիության հարցը եւ մենք այդ հարցը անպայման կլուծենք։ Սպորտի զարգացումը եւս առաջնային է, նախատեսվում է UEFA-ի չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոնի կառուցում 35000 հանդիսատեսի համար ակադեմիական քաղաքում եւ եւս 2 ստադիոնի կառուցում առնվազն 10000 հանդիսատեսի համար Վանաձորում եւ Իջևանում։ Սպորտի միջազգային քարտեզում էլ Հայաստանի դիրքը կամրապնդվի յուրաքանչյուր տարի առնվազն 2 օլիմպիական մարզաձևերի միջազգային առաջնությունների եւ մրցաշարերի կազմակերպման միջոցով։ Ըստ էության եւ Վանաձորում եւ Իջևանում ստադիոն կառուցելու գործընթացը մեկնարկած է եւ նաեւ մեծ ազգային ստադիոն կառուցելու վերաբերյալ մենք բանակցությունները սկսել ենք եւ այս ուղղությամբ պետք է լուրջ միջոցներ ձեռնարկենք։ Զբոսաշրջիկների թվի մեծացման ծրագրի համատեքստում նախատեսվում է յուրաքանչյուր տարի առնվազն 2 համաշխարհային աստղերի հյուրախաղերի կազմակերպում։ Վարչապետը հիշեցնում է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը։ Հիմա բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր ասում են, թե մենք բյուջեում ավել փող ունենք, մենք էլ աստղ ենք հրավիրում, ուզում եմ ասել հետեւյալը, որ մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ երբ որ այդ գումարը մենք ներդնում ենք այս նպատակի համար, այդ գումարի ծախսման արդյունքում այնքան զբոսաշրջիկներ են գալիս եւ այնքան գումար են ծախսում, որ Հայաստանի Հանրապետությունը լիուլի ամբողջությամբ հետ է բերում այդ գումարը։ Առավել վտանգված հուշարձանների նորոգում ու հիմնանորոգում, թանգարանային եւ գրադարանային աշխատողների աշխատավարձերի կրկնապատկում ատեստավորման միջոցով։ Մշակութային մասում նախատեսվում է նաեւ Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրական մակերեսի ինլայնում։ Մտադրություն կա Հանրապետության մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանից այդ
հնավայրի, այդ հին պատերի, հին բնակավայրի ճանապարհներով նաև մուտք ապահովել դեպի պատմության թանգարան։ Տրանսպորտային խնդիրներ լուծելու համար նպատակ կա Երևանի համար ձեռք բերել 200 նոր ավտոբուս եւ 71 տրոլեյբուս։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ներդնել միասնական տրանսպորտային ցանց, կատարելագործել տրանսպորտային միջոցների կշռման կայանները։ Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մեկնարկ, Զորավար Անդրանիկ եւ Սասունցի Դավիթ կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարանի կառուցում։ Տրանսպորտային խնդիրների լուծման համար ծրագրում ներառվում է նաեւ այսպիսի կետեր։ Մենք արդեն 40 տարի շուրջ մետրո չենք կառուցել կամ 35 տարի մետրո չենք կառուցել եւ այդ հմտությունը վերականգնելը ժամանակ է պահանջում եւ մենք որևէ կասկած չկա, մանավանդ տեսնում եք թե Երևանում երթևեկությունը ինչ վիճակում է, որևէ կասկած չկա, որ Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացում պարզապես այլընտրանք չունի, ուրիշ տարբերակ չկա էլ, բայց մենք դա կանենք հաճույքով։ Տաղանդների հայտնաբերման եւ զարգացման համապետական ծրագիր կմեկնարկի բացառիկ տաղանդով երեխաների եւ երիտասարդների հայտնաբերման եւ նրանց տաղանդը զարգացնելու համար։ Հայաստանում արդեն ասացի, որ մենք բուհերը ակադեմիական քաղաքում կդարձնենք կրթությամբ զբաղվող ուսանողների համար ըստ էության անվճար, բայց նաև այն ծնողները, ովքեր կուզեն, որ իրենց երեխաները համաշխարհային թոփ բուհերում սովորեն, հնարավորություն կստեղծենք որոշակի շահավետ պայմաններում նման նպատակին ծառայելու հիմնադրամներ ստեղծել։ Տարբեր համայնքներում կստեղծվեն 30 երիտասարդական կենտրոններ, 100 կոմբինացված մարզահրապարակներ։ Այս կետի հեղինակները երեխաներն են, ում հետ մեր շփումները վերջին մարտ ամսվա ընթացքում, ապրիլ ամսվա ընթացքում նրանք ձևավորեցին պահանջարկ եւ մենք պարտավորվում ենք 100 համայնքներում ստեղծել կոմբինացված մարզահրապարակներ ֆուտբոլի եւ մինի ֆուտբոլի եւ բասկետբոլի։ Մեր երկրի դիտարկման 2 եւ հեռահաղորդակցության 1 տիեզերական արբանյակ ձեռք կբերվի ու կշահագործվի։ Մենք պետքա մինչեւ 2031 թվականը ունենանք 3 արբանյակ երկրի ուղեծրում, որպեսզի մեր հեռահաղորդակցության եւ նաեւ մեր երկրի տարբեր կարիքների համար օգտագործելու, այդ թվում գյուղատնտեսության, գյուղատնտեսական հողերի մշակման եւ վիճակագրության, այդ թվում մինչեւ հիմա օրինակ Հայաստանում բանավեճեր կան, թե Հայաստանում ինչքան խաղողի այգի կա, ինչքան ծիրանի այգի կա, արբանյակային նկարները եւ արհեստական բանականությունը մի օրվա ընթացքում այդ թվերը մեզ կտան եւ անընդհատ ցանկացած պահի, երբ որ մենք ուզենանք, այդ թվերը կունենանք։ Ապօրինի, այդ թվում կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների պետությանը վերադարձի գործընթացը պետք է շարունակական լինի, կարծում է վարչապետը։ Քաղաքական ուժեր կան, թե ասում են, պատշաճ ձևով սպասվող ծավալներով չի իրականացվում գույքի վերադարձը, հետաքրքիրն է նա, որ այսպես խոսում են այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացուցիչները հենց այս ապօրինի գույքի գործընթացով անցնում են եւ նրանք այս խոսույթը փորձում են օգտագործել հանրության շրջանում հիասթափություն առաջացնելու համար։ Այո, տեմպերի հետ կապված մենք խնդիր ունենք, բայց դա նաեւ նրանից է, որ ելի եմ ասում, սիրելի ժողովուրդ, մենք մաֆիայի գույքն ենք իր ձեռից վերցնում, մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ մաֆիայի դեմ պայքարը այդքան հեշտ չի եւ ինչ այլոց մենք միակ քաղաքական ուժն ենք, որ շարունակում ենք բոլոր այն քննադատողները, որ լավ չի իրականացում պետական ապօրինի գույքի վերադարձը, իրենցից ոչ մեկը չի ասում, այ որ մենք գանք իշխանության, ավելի լավ դա կանենք, որովհետև իրենց 90%-ը հենց այս ապօրինի գույքի վերադարձի process-ի թիրախն են։ Դատարանների ընդհանուր միջին ծանրաբեռնվածությունը կնվազի առնվազն 30%-ով, կներդրվի դատական շենքերի եւ դահլիճների նոր ստանդարտ։ Բյուջեի դեֆիցիտի նվազեցում եւս նախատեսվում է։ Իրականացնելու ենք Հայաստանի Հանրապետության պետական պարտքի աստիճանական նվազման գործընթաց, չնայած ելի եմ ասում, որ մեր պետական պարտք հնարաբերությունը գտնվում է միջին մակարդակում, այսինքն բոլոր միջազգային ստանդարտներով մենք պարտքի մակարդակով գտնվում ենք ընդհանրապես ոչ ռիսկային գոտում եւ կանաչ գոտում, որտեղ ընդհանրապես որևէ խնդրեմ չկա։ Էներգետիկ ոլորտում ծրագրերը եւս շատ են։ Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի 2026-ից 36 թվականների երկարացում, վերականգնվող էներգիայի զարգացում։
Մենք նպատակադրվում ենք մինչև 2040 թվականը 1.5 ատոմակայանի չափով կուտակիչ կայաններ ունենալ, որը բոլորովին նոր ոլորտ է եւ նոր խոսք է մեր երկրի էներգետիկայի համար։ 27 թվականի ավարտին մենք ըստ էության արդեն վերջնական որոշում պետք է ունենանք, առնվազն մտադրությունների հուշագիր ունենանք ստորագրած, թե ում հետ ինչ ատոմակայան ենք կառուցում։ Մայրաքաղաքին վերաբերող կետերին եւս վարչապետն անդրադարձավ։ Կոնտ Թաղամասի քաղաքաշինական միջավայրի արդիականացման ծրագրի մեկնարկ, Կասկադ մշակութային հանգույց ճարտարապետական ներդրումային ծրագրի իրագործում մինչև 2031 թվականը, Նորագյուղի Downtown Երևան քաղաքաշինական ներդրումային ծրագրի իրականացում մինչև 2036 թվականը։ Դալմայի քաղաքային այգում բնահեն լուծումներով կառուցում, Մայրաքաղաքի կանաչ ֆոնդի ավելացում 230 հեկտարով, Երևանում Հրազդանի կիրճի ռեկրեացիոն գոտու ստեղծման աշխատանքների մեկնարկ 2036-ին ավարտելու նպատակադրումով, Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում առնվազն 7 հեկտար քաղաքային անտառ պուրակի ստեղծում։ Ինչ վերաբերում է Սևանին, ապա ըստ վարչապետի ամեն հաջորդ տարի Սևանալճից 5 միլիոն խորանարդ մետրով պակաս ջրառ պետք է իրականացվի։ Սևանի առափնյա տարածքի քաղաքաշինական եւ տնտեսական ներուժը պետք է վերագնահատվի։ Բնակարանային ապահովման ծրագրերին անդրադառնալով վարչապետը կարևորեց սահմանամերձ եւ այլ գյուղական բնակավայրերում 3000 նոր տան կառուցումը, 1000 սոցիալական բնակարանների ապահովումը, բազմազավակ ընտանիքների եւ Ղարաբաղից տեղահանված 10000 ընտանիքի բնակարանով ապահովումը։ Մեր նպատակադրումն է Ղարաբաղի մեր հայրենակիցներին տնավորել Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ սոցիալական որոշակի խմբերի մենք ցկյանս միայնակների մասին է հիմնականում խոսքը, մենք ցկյանս ուրեմն օթևանով ապահովելու արժանապատիվ նորմալ օթևանով ապահովելու ծրագիր նույնպես կիրականացնենք։ Եվ վերջում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Սփյուռքին, ընդգծեց պետք է Սփյուռքի հետ հարաբերությունները վերաֆորմատավորել, գործակցությունը խորացնել։ Էմմա Վարդանյան, լուրեր։